որ իմ տղան ինչ-որ աղջկա բռնաբարած լինի, դա բացառվում է։ Քեզ ինչ է թվում, ես այդքան պարապ եմ, որ հիմա սկսել եմ պատմություններ հնարել, հա։ Չէ, բայց Լակոդը դրա հետ հարաբերություն է ունեցել։ Ու չէ հերքեց, ոչ զայնագրությունը, ոչ էլ իմ առաջ կանգնած։ Բայց Արամիկս ինչ-որ մեկին տիրանալու կարիք չունի։ Որ մի աղջկա վրա մատը դնի, որ այդ աղջկը իր հետևից չվազի։ Շատ ես գերագնահատում տխմարիդ։ Ալիք, բա հիմա ինչ պիտի արվի, դրա բերանը ոնց պիտի փակվի։ Ինձ ես հարցնում, ավելի լավ չլինի տղուց զանգես ու իրան տաս այդ հարցը։ Ահա, ես այդ տղետ։ Լսես, որ ուզում ես իրան տենաս, եկավ։ Արամիկ, այն ինչ հիմա հայրդ ինձ ասեց, դա ճիշտ է։ Դու ուժով տիրացել ես այն աղջկան, որի հորը։ Չէ, մամա, չէ։ Ոնց թե չէ, արա։ Մամա ջան, հերս մի քիչ չափազանցրած է ներկայացնում, այդքան էլ տենց չի, էլի։ Կարող է գնուղդ ջարդեմ հիմա, սուտ խոսալու համար։ Լավ, դե հիմա ասենք թե եղել է, ինչի եք հայոց հարցը սարքում։ Չես ամաչում, Արամիկ, ինչ ես մեր անվան հետ խաղում, բա դա սազեց քեզ։ Չէ։ Ինձ էլ։ Դրա համար կամուսնանաս այդ աղջկա հետ։ Լավ չասեցի, թե պարզ չասեցի։ Դու կամուսնանաս այդ աղջկա հետ։ Լուրջ ես ասում, պապ ջան։ Այ ես կմեռնեմ։ Միայն իմ դիակի վրայով։ Մերի, մեկ ամուսնանալու է։ Ինչ, չես հավատում, որ ալիքն է եղել, որ իրա հրամանով են քեզ ուզեցել թունավորեն։ Լսի Ժանո, դու հիմա շատ վտանգավոր բաներ ես ասում, որ ավելի լավ է լուր մնաս։ Լև ինձ համար ևս շոկային էր, երբ որ լսեցի ալիքի անունը, բայց ճշմարտության վրա աչք չենք կարա փակենք։ Լսի, ես չեմ հասկանում, աղբերս ալիկը ինչի պիտի ուզենար ինձ սպանել, կասես։ Ինձ հարցեր ես տալի, լև ես ինչ իմանամ ալիքի մտքին ինչ կա։ Ուրեմն էլի մի անգամ ասում եմ, վտանգավոր բաներ ես ասում, ու ասածներդ կարող է մի քանի մարդու կյանք արժենա, այնպես որ ավելի լավացեն այդ կտրես ու նստես տեղդ։ Ինձնից հասնում էր քեզ զգուշացնելը, մնացածը դու գիտես, կարես չհավատաս։ Լսի, ով է քեզ ալիկի անունը տվել։ Այն մարդը, որ վճարելա ձեր գնացած սաունայի խոհարարին։ Իսկ դու ինչի ես քիթդ այդքան խորը մտցրել։ Ոնց թե ինչի։ Բայց չիմանամ ով ուզեց է կյանքիդ վերջ տա։ Փաստորեն քո կարծիքով դու հիմա գտել ես նրան, ով իմ մահն է ուզում։ Ամեն դեպքում ես չեմ հավատում, որ այդ մարդը ալիկն է։ Իսկ ես հավատում եմ։ Ուրեմն կգնաս կբերես այն մարդուն այստեղ դիմացս կկանգնացնես, ով ալիկի անունն է տվել, եղավ։ Ինչի։ Ալիքի տեղը կարող է ինձ 10 սպանես։ Բայց որ իմ տղան ամուսնանա ինչ-որ կորած, թրջված մեկի հետ, երբեք, բացառվում է, ես դա բացառում եմ։ Անկին գլխուս մի տարա։ Ալիք, բայց դու մտածի ինչ կխոսա ամբողջ քաղաքը, ոնց մենք խայտարակ կլինենք։ Լսի, որտեղ այդ բռնաբարում է ինչ-որ մեկին, խայտարակ չես լինում։ Իսկ երբ որ ուզում ամուսնանալ այդ մեկի հետ, որ սխալն ուղի խայտարակ ես ըլնում։ Հա, ասեմ ինչու։ Մի ասա, պետք չի։ Համել հերիքա, հա այդ բռնաբարել բառն օգտագործես։ Դեռ պարզ չի, ով ում է բռնաբարել։ Տղա հետ կամուսնանա դրա հետ։ Եվ հարցերը փակված են։ Իմ տղեն չի կարա ամուսնանա չունևոր, անանուն, անպատիվ մեկի հետ։ Տեսել ես։ Ում։ Այդ աղջկան տեսել ես։ Չէ, մնում էր մի հատ էլ տեսնեի։ Ոչ ես տեսել։ Ոնց ես քննարկում։ Չեմ տեսել, բայց լսել եմ։ Կարմենս ինձ ամեն ինչ պատմել է, ասել է ով է եւ ինչ է իրանից ներկայացնում։ Լսի, Կարմենը թող ուրիշներին քննարկելուց առաջ մի հատ իրան քննարկի։ Սուս
Ուսումնա ձենը չելնի։ Ախպերսը։ Վատացած չլնի։ Հա, ապեր ջան։ Արի մոտս։ Երբ ապեր։ Հենց հիմա։ Բան ա եղել, բրատ։ Կգաս կիմանաս, արի։ Ինչ էր ասում։ Կարող է իմացել Արամիկիս համար։ Նայ տես աղբորդ մոտ տղուս չգցես, հա։ Էդ ուր ես գնում։ Ալո, Գնաց չէիր, չէ։ դեռ չէ։ Զանգել եմ, որ բարի գիշեր ասեմ։ Բարի գիշեր։ Լսի մի րոպե, հա, տենց կտրուկ չէ։ Բա ուրիշ ոնց։ Ուզում եմ տեսնել քեզ, սպասի FaceTime-ով զանգեմ։ Չէ, Վլադ։ Ալո։ Ոնջոտեց։ Ինչ։ Այ հիմա արդեն ուրիշ է։ Բայց որտեղ ես։ Սիրածիս տանը։ Հա, բարևի։ Սիրած բարևում է քեզ, իմ սիրելի կինը։ Բայց ինքնից չի բարևում, Վլադ։ Չէ, հա, ուր է դրան այդքան շնորհք։ Լավ դե, բարի գիշեր։ Լավ, հասկացած սրում ես, քնի չխանգարեմ։ Մերսի։ Ինչի համար։ Որ հնարավորություն տվեցիր ինձ, որ քեզ տեսնեմ։ Քեզ էլ մերսի։ Ինձ ինչի համար, որ տեսար ու գիշերը չես քնի վախից։ Չէ, Վլադ։ Իհարկե ոչ։ Որ ինձ ուրախացրիր ուղղակի։ Խորենի մոտ էի գնացել։ Չեմ կարող բացատրեմ այն զգացողությունը, որ ունեցա իր մոտ գնալով, բայց Ասա, բայց ինչ։ մեղքս եկավ։ Ինքը շատ հիվանդ է։ Ես այդ զգացի ինքը անմեղսունակ է։ Մեղքս եկավ, բայց Մի բացատրի, Վլադ, ես հասկանում եմ։ Ես էլ չգիտեմ ոնց, բայց երևի հասկանում եմ։ Չգիտեմ։ չէ, դե ոնց կհասկանաս, ինքը աղբորը տա։ Խնդրում եմ էլի, մի ասա, մի հիշացրու։ Թող գոնե այսօր հանգիստ քնեմ։ Լավ, Բարի գիշեր։ Ապեր, հենց ասեցիր, առանց շունչ քաշել եկել եմ ծառը տանը։ Էմա մի քիչ շունչ քաշի խոսելու բան կա։ Հա, ջամփին ինչ ասես, մտքովը սանձել է, ինչ ասես մտածել եմ։ Անհանգիստ ես։ Հա, շատ, շատ։ Ինչի։ Ինչով է պայմանավորված։ Կովիչակով է պայմանավորված ապեր։ Եթե մեկը կա, որ քեզ ուզում է սպանի, ուրեմն չի հանգստանա, մինչև դրան չհասնի։ Երբ դու զանգեցիր, ես հենց այդ մտավախությամբ եկա հասա։ Դա։ Ինչ դա ապեր։ Ասեմ ինչի կանչեցի քեզ։ Ասա։ Իմացել եմ, ով է ուզում սպանի ինձ։ Ով է ապեր։ Ասա, դուր ինձ դրա անունը, որ ես դրա հարցերը լուծեմ ցավ։ Ինչ կանես ալիք որ ասեմ։ Ամենադարժան մահը կպարգևեմ ես դրան ապեր։ Դա։ Ուրեմն Բարքևի պատժի նրան։ Դե ուրեմն ասա ապեր։ Ասա է անունն ասա։ Չի դու չգիտես։ Սպասում ես որ ես ասեմ։ Ինչի որ իմանայի ով է։ Խինոր է իսպանը գլուխը բերեք ձե ոտերի տակ։ Դե համարի որ արդեն
հենց ոտքերիս տակ էլ կա։ Ինչ ալիք։ Դեռ սպասում ես, որ անունն ասեմ։ Հա, Ալիկա։ Ալիկ։ գնամ անունս փոխեմ։ Ինչքան պետք է խաղաս դու Ալիկ։ Ինչի եմ խաղում, բրատ։ Ինչի համար կասես։ Քեզ մշտապես կեղտից հանելու, քեզ մարդ դարձնելու, ամեն վատ իրավիճակից փրկելու համար էիր ուզում ինձ սպանել։ Այդ արեք, որ ասում էիր, ինձ նկատի ունեիր, այդ ինձ ես կասկածում, ինձ քո աղբորը։ Կարող է ժամանակ խնայենք ու իրար չխաբենք Ալիկ։ Միանգամից ասա ինչ կա։ Ինչի էիր ուզում ինձ սպանել։ Ապեր ավելի լավ էր դանակը սիրտս մտցրեիր, քանից մեղադրեիր քո դեմ արված մահափորձի մեջ։ Ես տեղեկություններ ունեմ, Ալիկ։ Ինչ տեղեկություններ, ապեր։ Այդ որտից են այդ տեղեկությունները։ Դրանք սխալ են, ապեր։ Սխալ տեղեկություններ են իրականությանը չհամապատասխանող։ Կապացուցես։ Նախ դու ապացուցի իմ մեղավորությունը։ Հետո ես կապացուցեմ իմ անմեղությունը։ Դա։ Ասենք, որ մաման հետս լսած չլիներ, չէի հավատա, հարուսարև չէի հավատա, որ պապան ինձ տենց բան կասեր, առաջարկեր ամուսնանալ Անիի հետ։ Դրա համար կամուսնանաս այդ աղջկա հետ։ Լավ չասեցի, թե պարզ չասեցի։ Դու կամուսնանաս այդ աղջկա հետ։ Ես ուզում եմ ամուսնանամ, իսկականից արդեն վախում եմ։ Ես այդքան էլ տենց չի, պապա, աղ! Տերի կախապես օլար կոչեն! Տենաս պապան ինչի աստիպում ինձ ամուսնանալ, ինչա ուզում արած լինի հերս։ Չգիտեմ, ինչ անեմ, ես ինչ եկավ գլխիս բան չեմ ջոկում։ Ստեղ ես մնացել։ Ասածներդ ու մեղադրանքներիցդ հետո ոնց գնայի։ Որ մնացել ես ինչ ես փոխում։ Մնացի, որ իմանամ ով է քեզ իմ դեմ լարել։ Ես լակոտ չեմ, Ալիկ, որ սրա նրա ասածով քո դեմ լարվեմ կամ ավելի լուրջ մեղադրանք ներկայացնեմ։ Ապեր ես չեմ կարող իմ դեմ արված մեղադրանքի հետ հաշտվել։ Եթե ես չեմ կարող հաշտվել այն մտքի հետ, որ իմ հարազատ աղբերը կարող էր մահափորձ կազմակերպել իմ դեմ, դու ինչի պիտի հաշտվես։ Ապեր ես հասկանում եմ ամեն ինչ իմ դեմը։ Սա խոսում է իմ դեմ, բայց երդվում եմ, ապեր ես կապ չունեմ քո դեմ արված մահափորձի հետ։ Ինչ որ մեկը շատ լավ ամեն ինչ դասավորել է իմ դեմ, ապեր։ Եղավ, ես պիտի հավատամ քեզ։ Քո աղբորը չես հավատում, բայց աղբորդ մեղադրողին հավատում ես, ապեր։ Լավ չի, ասա էլի ինձ, ով է քեզ տվել իմ անունը։ Ինչի համար։ Ուզում եմ իմանալ, ապեր, բեր իմ անունը տվող մարդուն կանգնացրու իմ դեմ ու թող ապացուցի իմ մեղքը։ Եթե չէ ես կիմանամ ով է ու երդվում եմ քեզ, ապեր, մաս կանեմ դրան կմորթեմ։ Քեզ մի քիչ խելոք պահի, Ալիկ, ու ինձ մի ներվայնացրու։ Ես անկեղծ բան եմ ասում, ապեր, այն մարդուն, ով կարա կանգնի իմ ու քո միջև ու փորձի ալիքներ խառնել, ես պատրաստ եմ ամենադաժան ձևով սպանեմ ու
Մի հատ արի նստի, հա։ Արի։ Ու հերիքա այս կոմ ու այն կոմ գնաս, ինչա չխոսաս։ Գնամ քաղցրը բերեմ ու Նստի չեմ ուզում քո քաղցրը։ վայ։ Ինչը վայ։ Ինչ ես դու իմ փոխարեն որոշումներ կայացնում։ Կամ իր հետ ես խոսացել։ Կամ չհասկացա, ես իրեմ, որ ինձ նվիրում ես։ Հետ ի՞նչ թազաձևեր են։ Ժանո ինքը լավ մարդ էր։ Շատ համարձակ ու անկեղծ աղջիկ էր։ Հասկացանք։ Ես հարգում եմ իր համարձակությունը, հարգում եմ իր անկեղծությունը, ազնվությունը, Բայց ինչ, էլ քեզ ինչ ա պետք, Ժան։ Սեր։ Արդարա, հա? Ինքը այդքան ազնիվ է իմ հանդեպ ու ես իրան խաբեմ, արդարա այդ։ Մի ասա էլի տենց կտրուկ։ Դե պիտի փորձես։ Ինչ փորձեմ, է? Ինչը փորձեմ։ Ես անտերին հրամայել կլինի։ Եթե հրամայելով լիներ, սեր այդքան կործանարար չէր լինի։ Ես ունենց եմ խոսում, ոնց որ սիրո մեծ մասնագետ ալնեմ, թե ես ինչ գինեմ սերն ինչա, ես կյանքումս չեմ սիրել։ Մի խոսքով ես գնացի։ Լավ էլի չէ յա, սուրճդ գոնե խմի։ Չեմ ուզում։ Հա լավ էլի Ժան, վերջացրու մի հատ։ Իմա որ դու դες բաներ ես ասում է, որ դու քեզ սենց ես պահում, էդ ինձ ցավացնում է։ Ժան, ես չեմ ուզում քեզ կորցնել, բայց չեմ էլ ուզում ցավեցնել։ Կյանքն է ինձ ցավացնում, միշտ, ամեն հարցում։ Մի ասա տենց։ Դու էլ ես ինձ ցավացնում։ Ճիշտ է, դիտավորյալ չէ, բայց դե փաստերն որ ցավացնում ես։ Ժան, թող խոսամ, հա։ Չէ մի խոսա, բան մի ասա չեմ ուզում լսեմ։ Թե ինչ ես ծնվեցի վաբշե։ Չնայած նորմալ է։ Բանտում ծնված մարդու ճակատագիրը սենց էլ պտիլներ էլի։ Ինչ ես տենց ասում։ Ինչ կապ ունի թե մարդ որտեղ ա ծնվել։ Դու չես պատկերացնում, թե ինչքան լավ մարդ ես դու։ Խոսում ես էլի։ Մեկ էլ չասես տենց բան։ Հա, ճիշտ է։ Հեշտ կյանք մեծ բաժին չի հասել։ Դժվար է ամեն ինչ։ Բայց հիշի, Ժան, դժվար կյանք մենակ ուժեղներին է բաժին հասնում։ Մենք կհաղթահարենք։ Գնամ քաղցր բերեմ, հա։ Ասա, հա։ Դառա ֆուտբոլի բալեշիկ, Անի ջան։ Հորսարև։ Անի, իմ Անի, խնդրում եմ դուռը բաց։ Աղաչում եմ, էլ ուժ չունեմ, հորեսարև շատ եմ խնդրում դուռը բաց։ Անի, եկել եմ քեզ ուզելու աղջի։ Մատանիել եմ բերե։ Անի։ Արա ճիշտ հարսություն է հորեսարև իմ հետ։ Մենակ իմ հետ սենց բաներ կլինի։ Որտե եք տեսե իմ պես տղեն։ Արա դրան դեմը չոքած եմ Անի ջան խնդրում եմ։ Չկա պես զանգեմ։ Մեկա։ Հայախշի մի հատ դրա ձենը կտրի, հա, գլուխս գնաց։ Գործ եմ անում, մամ։ Դուր, գործնուր։ Ինչի՞, ես չեմ կարա գործանակ ու կարծիքով։ Աղջի դու երբ ես գործ արել, որ ես իմանամ կարաս, թե չես կարա, իմ իմանալով չես կարա։ Հիմա, մամա, հիմա եմ գործանում, տորթ եմ խում։
Էս ինչ ժողովրդավարական ընտանիք են դարձել։ Աղջիկը հանկարծ սկսեց տորտ թխել, տղան էլ գնում է ամուսնանում է, աղքատության մեջ թաղված, ինչ-որ մի խղճուկի հետ։ Վայ, դե տենց ասա էլի մամ ջան, ասա որ այդ մտքից ես դու նյարդայնանում։ Ստոպ, հա, մի խոսա, դու ավելավա տորտը թխես։ Լավ, ես չեմ շարունակում, բայց այ պապան այնքան է շարունակելու մինչև իր ուզածին հասնի։ Իսկ ես չեմ թողնելու, որ պապատ հասնի իր ուզածին, եղավ։ Իսկ ինքը քո թողնելուն չի էլ սպասելու մամ ջան։ Վայ ոնց եմ կատաղում, հորդ վրա, Արամիկի վրա, ախր այդ Արամիկը ինչի պիտի գնար կապեր այդ աղջկա հետ, որ պապատել, հիմա ստիպում է որ ամուսնանան։ Ինչի վրա ես արմանում, մամ, պապայի ամեն քայլ մտածված է։ Հա, ճիշտ ես ասում, պապատ միշտ մտածված ու հաշվարկով է ապրել, բայց հիմա իր ուզածը հաշվարկից դուրս է, երեխուս ուզում է զոհ տա, չգիտեմ ինչու, անիմաստ տեղը ուզում է զոհ տա։ Իսկ Արամիկը։ Ինչ Արամիկը, խեղճ երեխես շվարել մնացել է։ Որովհետև պապան ինչ ասում է, նա անում է, պապան ինչ հրամայում է, նա անում է, միշտ էլ տենց է եղել։ Վայ, մամ, լավ էլի, դու հո միամիտ չես։ Պապան իր պաշտոնի համար է Արամիկին ստիպում ամուսնանալ։ Էդ ոնց է։ Պապայի պաշտոնը ինչ կապ ունի հիմա այս ամուսնության հետ։ Կարող է մինիստրի աղջիկա, ես էլ չգիտեմ։ Այ հենց էդ է կարևորը մամ ջան, որ հասարակ տան աղջիկա է, աղջիկը մինիստրի աղջիկ չի, որ մարդիկ իրենց կարծիքը փոխեն պապայի մասին, ասեն, վայ ինչ բարի է Ալեքս Եթրակիչը, անշահախնդիր մարդ։ Հա, որ աղջի։ Մարդիկ սիրում են տենց զարմանալի բաներ։ Վայ ինչ խորամանկ նահերդ, ինչ հեռունա տեսնում։ Շատ, եւ ուրիշ պատճառ չի կարա լինի։ Մեկա ես կատաղում եմ ու հունից դուրս եմ գալիս Մոնիկա։ Իսկ դու մտածի մամ ջան, որ ձեր լավի համար է արվում էս ամեն ինչը։ Մեր լավի, տո ձեր լավի, ավելի ճիշտ իր լավի համար։ Բայց իրավիճակը դրանից չի փոխվում։ Հարուստ հարսա սիրտդ ուզում մամ ջան։ Իսկ դու պատրաստ ես այդ չանչուրկային տեսնել մեր տանը քեզ որպես հարս։ Հա, ինչի՞ չէ որ հետաքրքիր կլինի, օրս ուրախ կանցնի համենայն դեպս։ Հա, դե քեզ էլ այդպես բան ա պետք։ Ուզում ես Արամիկից հաշվին ուրախանաս։ Մի լավ կծիծաղեմ Արամիկիդ վրա։ Ո՞նց է կծիծաղես Արամիկի վրա։ Այն է նշանակում, որ նույն բանը կանեմ, ինչ որ ինքն էր անում, այն ժամանակ, երբ ես Հենրիի հետ էի։ Շատ էլ ճիշտ էր անում, որովհետև այդ տղեն բանի պետք չէր, դու էլ դրանում համոզվեցիր։ Լռի մամա։ Ինչի աղջի։ Չէ բուրաշկայի տանունը տվեցի, խառնվեցին իրար, զգուշ արա, հա, ոտից գլուխից կրեմ չանեց, վայ։ Հիշմերնում ես ա։ Պաստորեն տանում եք, հա։ Չեք ասի ուր եք տանում։ Չի ասում, կարող է դու ասես։ Դրանով մի ասեք, տարեք, ինձ տարեք։ Այնտեղ, որ ես գնում եմ, քեզ համար տեղ չկա, հասկացիր։ Բա որտեղ կա, որտեղ կարամ մնամ։ Դու իմ մահը չէիր ուզում, ու են ինչ որ ուզեցիր արդեն եղավ, հենց որ կարաս խաղաղված ապրես։ Լսի ես խաղաղվել եմ, որ խաղաղված չլինեի, ես ստեղ չէի լինի։ Արա այդ ինչ ուժեղ կինո էր, ասում ես էլի։ Գոգո փախին, աճարենը փոշմանելա։ Վայ կոշիկս։ Այ այդ ինչ կինո էր, անունը մոռացել եմ։ Կոշիկս։ Արա լավն էր էլի, բայց Բիձեն լավ էր խաղում բեղերով։ Իա։ Համարյա պատրաստ է։ Ալո։ Հա, Մոնո։ Ուր ես Արամիկ։ Ինչի համար Մոնո։ Ուրեմն ես տորտիկ եմ թխել, ուզում եմ գաս, որ միասին ուտենք։ Հələ մի րոպե, դու ես տորտիկ սարքել։ Հա։ Դու Ինչի վրա ես այդքան ուրախանում այ պրիդուրակ։
քուրիկ ջան, պրոստը մի տեսակ քեզի տորտ սարքելուց չեմ պատկերացնում էլի տենց։ Մամ, լսում ես, տղետ ասում է, որ ինձ տորտ սարքելուց չի պատկերացնում։ Դու էլ իրան ասա, որ մենք էլ չենք պատկերացնում իրան ամուսնացած այդ չանչուրկայի հետ։ Այ հիմա ես քո վրա կծիծաղեմ Արամիկ ջան, բայց գիտես մաման լավ միտք տվեց, կարող է մեր հարսիկին բերես։ Ինչ հարսիկ, աղջի։ Բա մաման ասում է ամուսնանում ես մի շատ նամուսով ու պատվով աղջկա հետ։ Հա, ես չեմ ջոգում, բոցեր եք անում վրես, հա, խնդում եք վրես, հա։ Լավ լսի լուրջ, բերելի այդ աղջկան, բեր ընկերուհուդ, միասին կնստենք, կխոսանք, տորտիկ կուտենք։ Լսի, որ գտնեմ, կբերեմ։ Լանի սուրա հորս արև իրոքից արա մեռա մանգալով։ Նիչիվո սիբե։ Ասաց, որ գտնեմ, կբերեմ։ Աչքի պետք չէ դուրս տալիս։ Այդ հեչ, ասում եմ, աչքիս կորել է մեր հարսիկը։ Ահա յուրապես այդպես բախտնեց կորի, որ չկարողանան գտնել։ Մամ, հերիք է էլի, թողելի, խանգար, չես հասկանում։ Վաշ։ Ուր գնացի խանգարեցի սրա։ Այ, չեմ ուզում, մերսի։ Ոչ ձեր ջուրը, ոչ էլ օգնությունը։ Քանի չեմ մնացել ձեր վրա, տարեք, ինձ տանում են, տարեք, քանի չեմ մնարել։ Բայց ասեք, որ իմ նման խելոք հանցագործ չկա։ Գիժգիժ եկել եմ, մեկը լինի հարցնի ինչի հիման վրա, ով ասել, որ պիտի ինձ թողնեն տեսնեմ խորենին։ Կարող է ասեք, որ եք տանում։ Չես ասում, հա։ Լավ ես անում։ Մեկա գալիս եմ, էլի։ Ուր էլ տանես գալիս եմ։ Այս մարդու անունը ոնց էր։ Չէ, պրոստը տնք շատ ծանոթ է։ Ոստիկանություն, զզվում եմ ձեզանից։ Ոնց որ ուտելու էի խորենին, համ ասում են տարել են, համ էլ ասում են չեք տեսնի։ Ոչ խոսալու ձև գիտեն, ոչ մարդու դրության մեջ մտնելու ձև գիտեն, բա ինչ գիտեն սրանք։ Ես Ուրախ եմ, որ արդեն քեզ լավ ես զգում։ Ես էլ եմ ուրախ, որ դու ինձ այս վիճակում ես տեսնում։ Ես կուզենայի, որ դու արդեն աշխատանքի դուրս գայիր, որ քեզ լավ զգայիր։ Ես էլ շատ կուզենայի, բայց ինչ արած։ Գնացել էի, որ են դեբիլին տեսնայի։ Ում։ Տխուն տելուն։ Էլի հանդիպել ես խորենին, ինչի համար։ Որ էլի իրար միս ուտեք։ Մոտը չմտա։ Տեսա իրան մեղքս եկավ։ Դա որ ասում եմ հիվանդ աղբերդ։ Ինչա լինելու դրա վերջը։ Այդ մեկը ես չգիտեմ։ Դատելու են, ինչ են անելու։ Վերջը հասնելու ես նրան, որ քեզ մեղադրանք ներկայացնեն։ Խորենինը սրտանելու էին դատահոգեբուժական փորձաքննության, որ պարզեն իսկապես հիվանդա թե չէ։ Դրան նայող էլ փակաճկով էլ կասի, որ այդ հիվանդ է։ Դե լավ է, որ այդքան հասկացել ես։ Վերաբերմունքդ սկսվել է փոխվել։ Իմ վերաբերմունքը իր հանդեպ նույնն է մնացել։ Պարզապես մեղքս եկավ, որ տեսա մամայի հետ էր խոսում։ Մամայի հետ։ Հա, մամայի հետ։
Այդ տեսարանը տեսա ու մեղքս եկավ։ Ու այդ պահին ինձ ավելի շատ ատեցիր։ Այդ պահին քո մասին չէի մտածում։ Ուղղակի նայում էի իրան ու հասկացա, որ այդքան մամային սիրելով ինքը չէր կարա հատուկ կրակեր։ Հիմա ասացնել է դա։ Ես ներկա եմ եղել այդ տեսարանին ու տեսել եմ ոնց էր տառապում։ Ինչ ենք մենք ապրում, պապ, որ պիտի ամեն վարքյան անիծենք մեր կյանքը։ Բայց կան երջանիկ մարդիկ, որոնք նույնիսկ բանի տեղ չեն դնում այդ վարքյանները։ Իսկ ասե երջանիկ մարդիկ ընդհանրապես արհամարում են այդ վարքյանները։ Արդյոք ծնող, ով իր զավակի մահից հետո կուզենա ապրել։ Բարդ հարց ես տալիս, պապ, շատ բարդ։ Բայց մենք ով ենք, որ որոշենք ապրել թե չապրել։ Տերն է դա որոշում, պապ։ Հենց Տերն էլ մեզ ուժ է տալիս։ Ուժ է տալիս ապրելու, ներելու։ Երբեք, ես այդքան ուժ չունեմ ներելու։ Իսկ եթե կա անմեղ սունակ վիճակ, եթե կա չգիտակցված քայլ։ Չգիտակցված քայլ, որի մերախու կյանքն արժեցավ։ Պապ, կյանքում անարդարությունները շատ են, գիտես։ Գիտեմ, աղջիկ ջան, գիտեմ, բայց ես այդքան ուժեղ չեմ, որ կուլ գնամ այդ անարդարություններին։ Հա, բայց դու ինչ կփոխես, պապ։ Ոչինչ, գուցե ոչինչ։ Լավ, հանգստացիր, պապ, վերջ։ Բալես, խոստացի, որ ես քեզ չեմ կորցնի։ Պապ։ Խոստացի, որ ես քեզ չեմ կորցնի։ Ոչ մի բան չասես։ Ոչ մի բան չխոսես։ Չես կորցնի, մենակ խնդրում եմ, փորձի ներել։ Ես կփորձեմ։ Բայց դու բան մի ասա, ոչ մի բան մի ասա։ Լավ, վերջ, ես էլ չեմ խոսում, պապ։ Հան, լավ չես ասա, ինչ անեմ, ինչ բերեմ։ Դուր, նայեմ տղիս նկարը։ Հետո ապը, ինչքան պտի սպասենք մինչև այդ խառնակի չգա։ Ենքան ինչքան հարգն է ու չափավոր խոսի։ Հյա, այդ ինձանից հարազատ է այդ խառնակի չէ, հա։ Հա, քեզնից հարազատ է։ Նեղացնում ես ապեր, շատ ես նեղացնում, հա։ Սուս մնալիք։ Դեղա, բա ինչ, արդեն հասել ենք նրան, որ խոսալս է լավ էր էտ ազդում։ Չէ, չի ազդում։ Ոչ չի ազդում, որ ազդում է։ Հենց այդտենց չի ազդում, բայց սուս մնալիք, այ սպասենք։ Ապեր, ինձ համար ես տեսանն էլ անընդունելի, բայց ինչ արած, ես միշտ շարժվել եմ քո ուզելով։ Ապրես, դու ուրիշ աղբեր ես։ Այդ ձեռս առնում, հալև։ Եթե պարզվեց, ճիշտ է այն ինչի համար մենք հիմա այստեղ ենք։ Խաչ եմ քաշելու վրետ։ Իսկ եթե պարզվի, որ ես անմեղ եմ, ես ինչ անեմ քեզ հետ։ Կմտածենք։ Դե այլի, բա ինչ, ես միշտ ներողը դերում եմ եղել, էլի, ինչ։ Սա ինչ է անում ստեղ։ Իրան ենք սպասում։ Սա է իմ անունը տվել։ Սա չի, Ժանոյա, իմ անունը Ժանոյա։ Ալիկ, քեզ կարգի հրավիրի։ Կարա և չհրավիրի,
Կարևորը ասի, թե ինչի էր ուզում քեզ թունավորել։ Ու պատասխան տա իր արածի համար։ Այլ տղա, 2 օր հայտնվել ես ուզում ես իմ ու աղբորս մեջ թշնաման գցես։ Չես մտածում, որ քեզ օթերով կհանեմ։ Չես մտածում, որ կարող է հակառակը լինի։ Հանգստացեք երկուստ էլ։ Թող խոսա Լև, թող ասի ինչի իմ վրայա, իմ անունը տվել, ու ինչու՞մն է ինձ մեղադրում։ Խոսա Ժանո։ Ինչ խոսամ։ Չհասկացա, ինքը չի իմանում ես պետք է խոսամ, Լև, կարող ես ինքս ինձ ձեռ առնեմ։ Ժանո, ասում եմ խոսա։ Դու ինչ խոսա Լև, ինչ ունի խոսալու։ Ես ուզում եմ բաժալ, ես ուզում եմ թշնաման գցի մեր մեջ, Լև։ Իսկ դու քիչ խոսա։ Դու վատենա, որ դու հարազատ աղբորդ չես հավատում, իսկ սրա ասածներին հավատում ես, ականջ ես դնում սրա ասածներին։ Հա։ Դե որ դու սրան հավատաս, ինչ հավատաս, հավատա։ Միանոցի։ Ինչ էիր մտածում, որ ուզում էիր աղբորդ վերացնեիր։ Ըստի կարող հասնես նրան, որ ես քեզ վերացնեմ աշխարհերեսից։ Դու ինձ, թե ես քեզ։ Նստեցիք ձեր տեղերը։ Դու ես այս սեղան չեմ նստի։ Կնստես։ Ես եմ ասում։ Հա էլի։ Ստաղտյանքս քո ասածով եմ շարժվել։ Կնստես ու կսովորես հարգել տղուս։ Դու ես ով ես անհասկանալի ծնունդը, որ ես նրան հարգեմ։ Իմանա սովա, որտեն ժամանակն է, որ ինձ տեղը բերես ու հասկանաս, որ ոչ ինձ կարաս վնասես, ոչ է հորս։ Դու վերանգետ տեղը թճե իմ գլուխդ կջարդեմ, բարա։ Տղամարդ էի, խոստովանի, որ ուզում էիր աղբորդ գլուխը ուտել, որ ուզում էիր թունավորել։